Կարապետյանը թրիպի վերաբերյալ հայտարարություն արեց, նշելով, որ դա միջանցք չէ, ճանապարհ է եւ այդ խոսույթը պետք է փոխվի եւ նաեւ ասեց, որ Հայաստան խմբակցության եւ Ուժեղ Հայաստան խմբակցության միջեւ դա տարաձայնություն է, չենք մոտեցումների տարբերություն կա։ Այո, այդ հարցում երկու խմբակցությունների միջև մոտեցումների տարբերություն կա, դա դրսևորվել է նաեւ նախընտրական պլատֆորմում եւ դա կարծում նորմալ է, այնպես չի, որ մենք ցանկացած հարցի վերաբերյալ ինչ տեսակետ ունենք, իրենք պետք է նույնը ունենան կամ հակառակը։ Իսկ ինչ վերաբերում է բուն այդ ծրագրին, ակնհայտ է, որ սա պարզ եւ սովորական ճանապարհ չի։ Ոնց որ ասենք Սևան, Երևան, Մայրուղին կամ Հյուսիս-Հարավ։ Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունը ունի սահմանափակումներ։ Սա մի ճանապարհ է, որտեղ կողմերը առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչնդոտ ճանապարհ։ Սա մի ճանապարհ է, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չի։ Ստեղով անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ։ Մի ճանապարհ է, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնեոտ տոմսերի մեծ մասը գտնվում է Ամերիկայի ձեռքում։ Հետևաբար սա մեր համար պարզ ճանապարհ չի։ Հիմա այդ փաստաթուղթը կգա խորհրդարան ավելի մանրամասն կհասկանանք։ Երկրորդը սրա շահավետությունը Հայաստանի համար։ Սա Հայաստանի տարածքով արտոնյալ պայմաններով ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի միացնելու համար։ Մենք խոսել ենք նաև, եթե այս ճանապարհը զարգացվեր, ինչպես ենք պատկերացնում եւ Հայաստանը դրանից ինչ օգուտներ կարող է ունենալ։ Հետևաբար այո, այստեղ կա մոտեցումների տարբերություն։ Ասացիք սովորական ճանապարհ չի, միջանցք է, հետևաբար։ Միջանցքի եւ ճանապարհի ներքևում ինչ-որ բան։ Տեսեք, անունը ինչ ուզում եք դրեք, բայց այն ինչ որ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, որ սա պարզապես ճանապարհ է, դա այդպես չի, այստեղ կա պարզապես ինչի Սևան, ինչի Հյուսիս, իհարկե կա, ինչի Հյուսիս-Հարավը մի հատ ամերիկյան ընկերություն չի վերցրել եւ կառավարում։ Դա ինչ որ հատուկ պայմաններով Հայաստանի տարածքով ճանապարհ է, միջանցք է, չգիտեմ, մի ինչ իհարկե, այսինքն պարզ ճանապարհ չի, իմ անունը ինչ ուզում եք դրեք, մեկը տեսեք, մի մասը ասում են Թրամփի ուղի, Ալիևն ու Էրդողանը ասում են միջանցք, ով ոնց ուզում մեկնաբանում է, ակնհայտ է, որ դա սովորական, մի ժամանակ ասում են, դաշնակցությունը ասում է այդ ճանապարհի կամ միջանցքի օգուտը մենք չենք տեսնում եւ ունենք մի շարք մտահոգություններ, այն ինչ որ անուն ինչ ուզում եք դրեք, ուզում եք ասեք միջանցք, այո, ասում եմ միջանցք, որովհետեւ դա պարզ ճանապարհ չի։ Այստեղ խնդիրը, ժողովուրդ նայեք, այստեղ խնդիրը այդ բառախաղի մեջ չի։ Ես ուզում եմ հասկանանք այդ ճանապարհի բովանդակությունը, Հայաստանի համար դրա օգտակարությունը եւ արդյունավետությունը։ Ակնհայտ է, որ այստեղ խնդրեմ կա։